Ողջույն եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Նախորդ շրջանում Հայաստանի ռազմատեխնիկական կարողությունների վերաբերյալ լուրերը բազմաթիվ էին։ Նախ Հայաստան ժամանեց Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ այդ առիթով Հայաստանը ի վերջո ցուցադրեց այն սպառազինությունը, որը նախորդ տարիներին ձեռք է բերել Հնդկաստանից։ Այնուհետև երկու նախարարներ, պաշտպանության նախարարը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը տպավորիչ թվեր հրապարակեցին, թե հայաստանյան ռազմաարդյունաբերական ոլորտին իջեցվել ավելի քան 172 միլիարդ դրամի պատվեր, մոտավորապես այդքան էլ իջեցվելու է առաջիկայում եւ վերջապես այստեղ էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկյան հայտնի դրոններով։ Այսօր պատրաստվում ենք խոսել այս թեմայից։ Մեր հյուրն է ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, բարև ձեզ պարոն Ներսիսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Պարոն Ներսիսյան, վերջերս Հայաստանում էր Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ այդ առիթով, ինչպես քիչ առաջ ասացի, հայկական կողմը ի վերջո ցուցադրեց այն ողջ սպառազինությունը, միգուցե ոչ ողջ սպառազինությունը, բայց ցուցադրեց այն սպառազինությունը, որը Երևանը վերջին տարիներին ձեռք է բերել Հնդկաստանից։ Սովորաբար 20 թվականից հետո Երևանը խուսափում էր նման քայլերից, ցույց դնել սպառազինությունը։ Հիմա նման քայլ արվեց եւ ինչ է նշանակում սա։ Առաջի հերթին կարծում եմ, որ ավելի ստաբիլ իրավիճակ, որ այսօր ունենք սահմաններին եւ հարաբերություններում Ադրբեջանի հետ, ավելի այդ պրովոկատիվ ինչ որ գործոնը հիմա չկա։ Եվ դա մեսից չի ընկալվի Ադրբեջանի կողմից։ Այն որ նախկինում ինձ թվում է մենք ունեինք այդ խնդիրը եւ կարելի է հիշել օրինակ ինչ ռեակցիա մենք ունեինք Ադրբեջանից, երբ որ այդ գնումների մասին մեդիայում էր գրվում, շատ ագրեսիվ, հիմա ցուցադրությունից հետո էլ գրեթե ոչ մի ռեակցիա չեղավ, այդ տարբերությունը բավականին զգալի է։ Եվ ինչը եթե խոսենք հենց ցուցադրության մասին, ցույց տվեցին հենց այն մոդելները, որոնք լուսաբանվել էր մեդիայում լայնածավալ, որ գնել է դա Հայաստանը, տենց արդեն ինքը շատ ֆիկտիվ գաղտնիք էր, ճիշտը որ ասենք, դրա համար բոլորը գիտեին այդ գաղտնիքի ոչ մասին։ մի նորություն ոչ մեկի համար չեղավ, հա։ Այստեղ իհարկե կարելի է մտածել նաև ներքաղաքական շարժարիտների մասին, առջևում ընտրություններ են եւ հավանաբար իշխանությունները կցանկանան հանրությանը նաև մեսիջ ուղարկել, թե անվտանգության հարցերում ինչ ձեռքբերումներ ունեն, բայց ցուցադրվեց հատկապես Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցելության ժամանակ եւ հետեւաբար այդ հարցն էր ծագում։ Եթե իմի բերենք այդ սպառազինությունը, դուք անդրադարձել եք վերլուծությունը ինչ է ցույց տալիս այդ սպառազինությունը Հայաստանին ինչ կարողություններ է տալիս։ Եթե ելնենք այն քանակներից, որոնք նշվել են հենց հնդկական մեդիայում, բավականին մեծ ծավալով եւ տարբեր մեդիաներից խոսքը գնում է բավականին մեծ թվականակի հրետանային միջոցների գնման 155 մմ-անոց տարբեր տեսակների, դա Տրաջան եւ Ատաքս թնդանոթներն են, Մարկ թնդանոթներն են եւ այստեղ թվերը մոտենում են երևի այնինչ որ բաց կա 150-ի մոտավորապես դա բավականին մեծ 150 միավոր թնդանոթներ։ Այո, դա բավականին մեծ թիվ է։ Մենք դրան մոտ կորուստներ ենք ունեցել 2020 թվականին, եթե մենք վերցնենք բաց էլի տվյալները Oryx բլոգի նման օրինակ, որ այդ նկարներով հաշվարկ են արել, բայց ինչն է մեծ տարբերությունը, որ մենք կորցրել ենք 122 եւ 152 մմ-անոց թնդանոթներ, երբ մենք սովետական այն էլ ոչ թարմ վիճակում ինչպես վերջերս բարձրացած սովետական արտադրության Ես նկատի ունեմ վերջերս վարչապետը նաև հայտարարեց, որ երբ որ մենք զենք էինք ձեռք բերում, մեզ նոր գործարանից նոր դուրս եկած շատ հաճախ զենք չէին մատակարարում, այլ մատակարարում էին օգտագործած։ Դե օրինակ Ռուսաստանում D20 կամ D30 չեն էլ արտադրում շուտվանից բավականին, հիմա շատ գնումներ արվել են հենց բանակից Ռուսաստանի, մինչև 2015 թիվ հատկապես, Ստեղ կարևոր նա է, որ մենք սովետական հրետանին փոխել ենք 2020
պայմանական 22-24 թվականի, 25 թվականի արտադրության հետ, դա մենակ նա չի, որ ինքը նոր է արտադրվել, դա ժամանակակից զենք է։ Օրինակ, եթե մենք հեռավարությունը կրակի համեմատենք, ասենք նույն Տրաջանը, որը Ցեզարի ոչ ինքնագնաց տեսակն է, Հնդկաստանում արտադրված, ոչ թե Ֆրանսիայում, 42 կիլոմետր հեռավորություն կրակի, երբ Դեքսանը դա 17-18 կիլոմետրի մասին։ Իսկ մոտ 2.5 անգամ մոտավորապես։ Այսը վերցնենք ամենա ոնց որ սերիական ժամանակակից ռուսական թնդանոթը, դա կլինի 24-27 կիլոմետր, մեկը 42 չի լինելու։ Դուք ասացիք, որ այն ինչ կրկնեմ հայտնի է բաց աղբյուրներից, որ եթե խոսենք թնդանոթների մասին, ապա եւ թվերի մասին, ապա կարելի է ասել, որ Հայաստանը կարծես վերականգնել է 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած կորուստները, ճիշտ հասկացա ձեզ։ Եթե մենք հրետանին վերցնենք, ինձ թվում է ոչ թե վերականգնել է, այլ ահագին ավելի մեծ հնարավորություններ կան, որովհետև խոսքը մենակ քանակի մասին չի ստեղ։ Հիմա դուք ունեք միջոցներ, որոնք 2-2.5 անգամ հեռու են ավելի կրակում, բացի դրանից նշվել էր, որ Հայաստանը նոր արտադրության D30-ներ է գնել, որոնց մասին քանակը մենք չի նշվել որևէ տեղ կամ երկիրը որտեղից դա գնվել է, մի քանի երկիր շարունակում են արտադրել, ոչի լիցենզիոն իր պատճեները, ասենք ասենք, դա էլ որ գումարենք համ քանակը, համ որակն էլ ահագին տարբեր է հիմա։ Պարոն Ներսիսյան, 36 հատ էլ ֆրանսիական Սեզարն էլ, եթե ավելացնենք, որը դա հայտնի թիվն է։ հա, դա օֆիցիալ թիվ է։ Այո։ Այս հարցը ինքնաբերաբար ծագում է, եթե ընդհանրապես նայենք ռազմատեխնիկական կարողությունների առումով, այն ինչ որ հայտնի է, բաց է, 20 թվականից հետո Հայաստանը ինչ չափով է վերականգնել իր կորուստները։ Շատ կարևոր է, թե ինչ զորատեսակի մասին է խոսքը գնում, ասենք գոնե բաց տվյալներ չկան, չգիտեմ, տանկերի գնման մասին կամ ինչ որ մասսայական գնումների, PTR-ների, ստեղ օրինակ գրեթե որոշում կա դրա վրա շատ չսրվել, այս պահին ավելի Չկենտրոնանալ։ ավելի հա պրիորիտետ տալ հակաօդային պաշտպանությանը, հրետանուն, տարբեր ուրիշ զորատեսակներին Ավելի մոբիլ, այսպես։ Ավելի մոբիլ եւ բացի դրանից ավելի բարձր նշանակություն ունեցող այսօրվա մարտադաշտում եւ հակաօդային պաշտպանությունն էլ նաեւ շատ ծանր խնդիրներ ունեցավ 2020 թվականին, դրա համար ասենք այդ նույն ակաշները, որ Հնդկաստանից գնվել են, իրենք ահագին լրացնում են բացը, որը 20 թվականից հետո եղել է։ Բայց նույն ժամանակ պետք է նշել, որ մի հատ եմ նշում, այն ինչը որ ցուցադրվել է, դա նա է, ինչը մասին որ խոսվել է շատ եւ կան ուրիշ նաեւ ուղղություններ։ Կա գնահատական այնուամենայնիվ Հայաստանին որքանով է հաջողվել լրացնել կորուստները ռազմատեխնիկական 20 թվականից Իմ հետո։ կարծիքով գոնե եթե մենք վերցնենք հակաօդային պաշտպանություն, վերցնենք հրետանի, վերցնենք մի քանի ուրիշ կատեգորիա վերականգնվել է, խոսքը եթե գնա իր բալանսի մասին, ստեղ ուրիշ է հարցը, որովհետև Ադրբեջանն էլ չի կանգնում եւ հիմա մենք չենք կարող պատրաստվել օրինակ բանակը 2020 թվականի պատերազմի մոտեցումներին։ Հիմա կարելի է պատկերացնել, որ այս նույն զինտեխնիկայով օրինակ 2020 թվին ուրիշ ձևի կարող էր վերջանալ պատերազմը, բայց եթե ինչքան էլ հիմա բարձա հիմա ստաբիլ իրավիճակ, որ պատկերացնենք օրինակ պատերազմ պետքա լինի 20, չգիտեմ 2031 թվականին, դա շատ տարբերվելու է եւ կանգնել ստեղ չի լինի ու պետք է նայել առաջ, ոչ թե նայել հետ, թե ոնց է եղել վերջի պատերազմը։ Հնդկաստանի ուղղությամբ վերջին հարցը, այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ամենևին էլ պարապ մարդ չէ, բայց որոշեց այցելել Հայաստան։ Այս այցը ինչ է նշանակում, մենք սպասում ենք էլ ավելի խորը, էլ ավելի ընդգրկուն հարաբերություններ ռազմատեխնիկական առումով Հնդկաստանի հետ։ Ինձ թվում է ոչ մի տարօրինակ բան չկա նրա մեջ, որ ամենամեծ հնդկական զենք գնող երկիրը այցելում է Հնդկաստանի բանակի շտաբի պետը, դա արդեն ինձ թվում է մի բավականին բարձր շեմ է, եթե մենք իրանց ամենամեծ զենք գնողն ենք այս պահին, եւ բացի զենքից նաեւ հիմա
այս ամեն ինչը կիրառելու ժամանակն է գալիս եւ դա մեզ կապում է այս երկու պետությունը իրար երկար տարիներով այստեղ խոսքը գնալու է զորավարժությունների մասին, կրթության, ռազմական այդ ամեն ինչը պահել աշխատող վիճակում, աշխատունակ վիճակում ընդլայնել, այո, ինչու ոչ, ինչ որ մի պահ հիմա օրինակ նույն Ակաշը մի 2-3 տարուց պետքա նոր հրթիռ ունենա, օրինակ եւ դա պետքա ձեռք բերել, այո, իրենք փորձեն վաճառել, մենք որոշենք ուզում ենք թե ոչ, այդ ամեն ինչը մեկը շարունակվելու է, պինական օրինակ նոր էլի եթե մեդիայից վերցնենք նոր հրթիռներ են գնվել եւ բերվել Հայաստան արդեն կառավարվող հրթիռներ օրինակներից մեկը որ կարելի ասել պինական երբ որ մենք առանք դեռ այդ հրթիռները պատրաստի չուներ օրինակի համար այստեղ այդ շարունակվելու է process-ը երևի այս տիպի դրամատիկ շատ մեծ գնում միանգամից էլ կարողա չլինի որովհետեւ Հայաստանը 22 թվին գրեթե ամեն ինչ որ Հնդկաստանը պատրաստի ուներ գնաց ամեն ինչ գնաց ինչ որ աշխատող մոդելներ էին sense ասենք եղել է որ գնել ենք մի բան որ իրենց բանակը հələ դեռ այն ժամանակ չէր գնել օրինակ Ատաքս տեսակի թնդանոթը կամ Մարկ տեսակի թնդանոթը այդ գնումները եղան արդեն մի տարի Հայաստանի գնելուց հետո Հնդկաստանը գնեց իրանք էլ եթե իրանց բլոգերը կարդա կհագին ծիծաղում են որ Հայաստանը ավելի շատ ունի իրանց արտադրանքից քան իրանց բանակը շատ հաճախ JD Vance-ը երբ որ այստեղ էր ԱՄՆ փոխնախագահ, նախագահական պալատում Հայաստանի ցուցադրվեցին այդ հայտնի դրոնները, V-Bat, մի փոքր պատմեք, որքան հասկանում եմ, դրանք նաև հարկավոր են Հայաստանի նոր հրետանուն, որպեսզի թիրախները ավելի այսպես, եթե չեմ սխալվում, խոցեն ավելի դիպուկ, ինչի համար են այդ դրոնները։ Հետախուզական դրոններ են, միջին չափի, գրեթե այս պահին այդ չափի մեջ, ասենք ասենք top 3-ի մեջ հաստատ մտնում է, եթե ոչ աշխարհում լավ է, հա։ Նույն ժամանակ շատ թանկ էլ չի, որովհետև ընկերությունը Shield-ը որ արտադրում է, դա գիգանտ չի, ինչ որ մի 5 տարի առաջ ստարտափ էր կարելի է ասել, դրա համար ճկուն են, արագ փոփոխություններ են անում, դեռ չեն դարել այդ մեծ ընկերություններից, որոնք 7 տարի որոշում են, թե ինչ պետք է սկսեն արտադրել, հա, իսկ այդ ոլորտում դրոների բարձր տեխնոլոգիաների շատ դա կարևոր է եւ հիմա այդ ստարտափային մոտեցնող ընկերությունները աշխարհում սկսել են հաղթել մեծերին արդեն ինչ որտեղ եւ եթե կիրառելու մասին խոսքը գնում է ինչն է Shield AI-ի ամենակարևորը այդ product-ի հենց AI-ն է իր մեջի HiveMind կոչվող product-ը որ այդ V-Bat-ի մեջ գտնվում է թույլ է տալիս առանց կապ թիրախներ գտնել եւ ավտոնոմ հա գրեթե ավտոնոմ թռիչք կատարել ինչ որ ժամանակ օրինակ ռադիո լռության մեջ թշնամու տարածքում հետախուզություն կատարել որ իրեն գտնելը շատ ավելի դժվար լինի եւ օրինակ կապը 1 միլիսեկունդ 2 միլիսեկունդ միացնելը օրինակ այդ ընդամենը այդ տվյալը թե թիրախը որտեղ է երկու թիվը ուղարկի եւ վերջ նորից լռության պայմաններում շարունակի մթության պայմաններում պայմանական այսպես ասենք հրետանուն բնականաբար շատ կարևոր կլինեն այդ տենց թիրախները որովհետեւ մի բանա 17 կիլոմետր կրակ բացել մի բանա 42 երբ որ դուք հնարավորություն ունեք ես կարծում եմ որ նախկինում եթե մենք վերցնենք մինչև 20 թվականի բանակը մենք հնարավորություն շատ չունեինք հետախուզություն անել տենց հեռու բայց բացի հրետանուց նաև հրթիռային զորքեր կան եւ մենակ դա չէ հասկանալ թե թշնամին ոնց է շարժվում ինչ է պլանավորում շատ կարեւոր է Միացյալ Նահանգների որոշումը նման տեխնոլոգիա վաճառել փոխանցել Հայաստանին արդյոք նշանակում է որ Վաշինգտոնում եկել են այն կարծիքին որ Հայաստանը այլևս վստահելի գործընկեր է եւ այդ տեխնոլոգիաները չեն հայտնվի ռուսների ձեռքին, չգիտեմ, պարսիկների ձեռքին Հայաստանը դուրս է եկել Կրեմլի ազդեցությունից այս առումով։
Կարծում եմ, որ սա բավականին պատմական, ճիշտն ասած, մի դրվագ էր, որովհետև առաջի անգամ փաստորեն foreign military sales-ով կարողացավ Հայաստանը ռազմական ռեգուլյացիաների տակ գտնվող մի ապրանք գնել, Լինելով հապկի անդամ։ այո, լինելով ֆորմալ առումով հապկի անդամ, բայց այո, ես ինչքան հասկանում եմ, ամերիկացիներին այս պահին իրենք դա ընդունում են, ասենց ասած այն իրավիճակը, որ այսօր կա, եւ դա կապված լինի նաև այս ադմինիստրացիայի ընկալումների հետ մասամբ, բայց մի կարևոր բան կա այս մեծ պետությունների հետ կապված, որ երբ որ ասենք ինչ որ որոշում անցնում է, որտեղ ինչ որ շատ լուրջ խնդիրներ պետք է լինի, որ դա հետ որոշեն։ Այո։ Հիմա որ այս լավ հարաբերությունները կա, պետք է աշխատել, ավելացնել, շատացնել, ինչքան կարելի է խորացնել, քանի այս մոմենտումը, ասենց ասած, ունենք։ Քանի որ այս մոմենտումը առաջացել է, մենք կարող ենք սպասել, որ քանի որ հայտնի է, որ համազգեստ ենք դաշտային գնում բանակի համար Միացյալ Նահանգներից դրոնները տեղ հասան, դուք սպասում եք, որ առաջիկայում նոր սպառազինություն կգնենք Միացյալ Նահանգներից։ Որ ակնհայտ հետաքրքիր է դա եւ Հայաստանը պետք է լավ ուսումնասիրի շուկան ամերիկյան, որովհետեւ այնտեղ բացի այն մի քանի ընկերությունից նաև որ բոլորը գիտեն Lockheed Martin-ը օրինակի համար ահագին հետաքրքիր ավելի միջին ընկերություններ կան փոքր, որոնք առաջնատարն են իրանց տարբեր ուղղություններում եւ աշխարհում առաջնատարն են, ով ինչ ուզում է ասի, ասենց ասենք։ Շատ հաճախ են միֆն էլ որ կա իրենց ամենաթանկն է, դա էլ միշտ չի տենց շատ հաճախ կարող է պարզվի, որ ավելի էժան է, քան ուրիշ օրինակ ՆԱՏՕ-ի պետության, ուրիշ ՆԱՏՕ-ի պետության արտադրանքը։ Եվ բացի դրանից դա հարաբերություններն է նաև սերտացնում Դուք սպասում եք նոր գնումներ։ Ես անձամբ սպասում եմ, հա, ես համարում եմ, որ մենք ահագին աշխատանք ունենք այդ։ Դե հաշվի առնելով, որ դուք անձամբ նաև տեղեկացված մարդ եք, սպասենք, տեսնենք, թե ինչ կարելի է ի վերջո ունենալ։ Այս առումով եւս մեկ հարց, պարոն Ներսիսյան, Միացյալ Նահանգների որոշումը սպառազինություն վաճառել նախկինում արևմտյան երկրներից Հայաստանը հայտնի էր Ֆրանսիայի հետ համագործակցությունը, հիմա գումարվեց Միացյալ Նահանգներ ու քանի որ Միացյալ Նահանգները արևմտյան աշխարհի առաջնորդն է, մենք կարող ենք ասել, որ սա վերջին այսպես արգելապատնեշն էր, որը մենք հաղթահարեցինք, արգելքներ եւ հիմա արևմտյան աշխարհի այդ ռազմական տեխնոլոգիաները հասանելի են Հայաստանի համար։ Սենց ասեմ, ինձ թվում է մեծ մասում դեպքերի այո, եթե լիներ Բայդենի ադմինիստրացիան, երևի կլիներ 100%-ով այո պատասխան, հիմա մի քիչ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մեջ միշտ չի ամեն ինչ տենց 100%-ով իրար հետ համաձայնեցրած, բայց ինձ թվում է, որ այո, երկրների մեծ մասին ԵՄ-ում կարելի է դիմել ՆԱՏՕ-ում եւ խնդիրներ պետք է չլինեն։ Պետք է նաև նշել, որ ես չեմ կարծում, որ եթե մենք այսօր վաղը գնանք ԱՄՆ ու ասենք, որ ուզում ենք HIMARS գնենք կամ F-16, դա տենց միանգամից կստացվի, քիչ-քիչ պետք է շարժվել, բայց այո, հիմա ինձ թվում է օրինակ սկանդինավյան պետություններ կարելի է փորձել աշխատել, Պոլշայի նման Բրիտանիա գուցե Բրիտանիան հիմա ֆորմալ առումով էլ էմբարգո չունի Հայաստանի նկատմամբ եւ Ադրբեջանի նկատմամբ պետք է հասկանալ որ այդ անպայման չի որ էմբարգո լինի որ չվաճառեն դա էլ կա ամեն տենց գնումը լիցենզավորվում է պետության կողմից հիմա դիմում ես կարող է ասեն ինչ որ պատճառներով չենք տալիս լիցենզիա պետությունը մինչև չփորձես չես իմանա մինչև ուր կարելի է բարձրանալ ու իմ կարծիքով այդ ամեն ինչը միշտ կապված է երկու բանի հետ նախկին պատմության հետ համագործակցության եւ նաեւ այն կոմերցիոն մասի հետ եթե օրինակ գնալ 30 միլիոնի ինչ որ ապրանք փորձել գնել երկրի հետ որը նախկինում կարմիր ցուցակում է եղել կարող է այդքան շատ չշարժվեն տեղից եթե կարելի է ասենց ասել եթե դա լինի 3 միլիարդի մասին խոսքը շատ տարբեր կարող է շարժի դա բերի
Դրա համար ամեն ինչը պետք է լավ մտածված անել եւ միանգամից փորձել մի 7 տարի պլանավորել, գոնե 5-ից 7 տարի։ Պարոն Ներսիսյան, անդրադառնանք հայաստանյան ռազմաարդյունաբերական համալիրում տեղի ունեցող զարգացումներին, մեզ շատ բան հայտնի չէ, բայց բավականին հետաքրքիր թվեր են հրապարակվում։ Ես հիշում եմ հունվարին պաշտպանության նախարարը ասաց 170 միլիարդ դրամի արդեն պատվեր է իջեցվել, այնուհետև Մխիթար Հայրապետյանը նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց, որ 23-25 թվականների մասին է խոսքը 172 միլիարդ եւ Սուրեն Պապիկյանը նաև նշել էր, որ առաջիկայում եւս 150 միլիարդ դրամի պատվերներ են իջեցվելու դարձյալ։ Սրանք հայտնի թվեր են, բնականաբար մենք չգիտենք այդ թիվը իրականության մեջ ինչ թիվ է, բայց անգամ այս թվերը մոտենում են 1 միլիարդ դոլարին։ Սա Հայաստանի համար, երկրի համար, նոր ծագող ռազմաարդյունաբերական ոլորտի համար լուրջ թիվ է, ոչ միայն Հայաստանի դեպ։ Այս թվերը ինչի մասին են վկայում։ Ինչ են ասում մեզ ձեզ այս թվերը։ Այս թվերը ասում են, որ Հայաստանում ձևավորվել է մի նոր, կարելի է ասել, ինդուստրիա, որը սկսել է ձևավորվել 2016 թվականից հետո մեծ մասամբ եւ ինքը հասավ 2022-22 թվականներին այն մակարդակին, որտեղ արդեն ինքը պրոդուկտներ ուներ, որոնք կարելի է գնել եւ շատ կարեւոր է, որ այդ process-ը սկսվեց եւ այդ գնումները եղան, հիմա այդ ընկերությունները 3 տարի է զարգանում էին, բացի ասենց ասած R&D անելուց եւ աշխատելուց ինչ որ մի բան R&D կներեք, որ ընդհատում եմ, այսինքն հետազոտության եւ զարգացման վրա ծախսեր իրենք նաեւ արտադրությունով են հիմա զբաղվում, որը երկու շատ տարբեր խնդիր են արտադրել եւ մշակել։ Դրա համար մենք այսօր տեսնում ենք շատ լուրջ աճ եւ շատ կարեւոր է դա շարունակել, որովհետեւ նոր ոտքի են կանգնում այդ ընկերությունները եւ եթե մի 3-ից 5 տարի էլ աջակցությունը լինի եւ տեմպերը պահպանվեն, կարծում եմ, որ շատերը արդեն կկարողանան աշխարհում էլ խաղացող լինեն։ Մխիթար Հայրապետյանը օրերս ասուլիսի ժամանակ նաև ասաց, որ հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ընկերություններ կան, որ ստացել են արտահանման լիցենզիա, զենք, ռազմական տեխնիկա արտահանելու լիցենզիա, ձեզ հայտնի է մոտավորապես ինչ տեսակի սպառազինության մասին է խոսքը։ Հայաստանը հիմա կարելի է օրինակ էլի բաց աղբյուրները որն են, օրինակ ցուցահանդեսները, որտեղ հայկական ընկերությունները մասնակցում են, կարելի է նկատել ինչքան շատ տարբեր անօթաչու թռչող սարք արտադրող կա, հրետանային արկեր, տարբեր կառավարման օրինակ համակարգեր եւ իմիջիալոց ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգներ ցուցադրվել են տեխնոլոգիական ավելի մեծ մասամբ ոլորտում է, բայց օրինակ նույն հրետանային արկերը հեչ տեխնոլոգիական չեն, բայց աշխարհում այսօր ամենապահանջված ռազմամթերքն է։ Այո։ Դրանից ելնելով կարելի է երևի պատկերացնել, որ ինչ տեսակի ապրանք կարող է Հայաստանը արտահանել եւ ինչ ապրանք է գնում պաշտպանության նախարարությունը հայկական ընկերություններից նաեւ ինչ ոլորտներում է այդ գտնվում։ Շատ լավ, պարոն Ներսիսյան, շատ շնորհակալություն ձեզ այս հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանին, եթերում Կիրակին էր, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։